Նախագծն ու ծրագիրը սկսել է 2013-12-ի կեսերից 13 թվականից։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը անցել է եւ ստացել է շինթույլտվություն աշխատանքներ իրականացնելու համար, ինչին էլ մենք ձեռնմուխ ենք եղել։ Այսօրվա դրությամբ մենք ունենք հանձնարարական բանակցելու համաշխարհային բանկի հետ այլընտրանքային լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այսինքն դեռ չեք որոշել վարկատուն։ Ասվել այդ վարկը պետք է փակի Հայաստանի Հասարակությունը, պարզվեց, որ ինչ-որ մարդկանց դեմ ծրագիր է կարել, հա։ Դուք սխալվում եք, եթե ուշադիր լինեիք, կզգայիք ես ինչ ասացի։ Բոլոր ընթացակարգերը մինչև շինթույլտվություն։ Այսօրվա դրությամբ մենք ունենք հանձնարարական այլընտրանքային, միգուցե ջրառի տեղը փոխելու, միգուցե այլընտրանքային քննարկումներ իրականացնելու դոնոր կազմակերպության հետ, ինչին մենք ձեռնմուխ ենք եղել, այսօրվա դրությամբ մենք գտնվում ենք քննարկման փուլում, հենց քննարկումներն ավարտեցինք, մենք պատրաստ ենք տեղեկատվություն տրամադրելու։ Այն աշխատագրի մասերը, որոնք որ մինչև այսօր իրականացվել են, դրանք անտեղի չեն կորելու եւ բնականաբար, եթե այս պահի դրությամբ դեռևս վերջնական համաձայնություն պայմանավորվածություն չունենք, դժվար է հիմա կանխատեսել ինչ կլինի կամ մեր այս կանխատեսումը կարող է մեր հետագա գործընթացին խանգարել։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք մի փոքր համբերություն ունենաք եւ մենք այս ծրագրի մասով մեր լրացուցիչ տեղեկատվությունը կտանք։ Պարոն Արտյան, մեկ ամիս առաջ կառավարությունը որոշեց, որ ոռոգման ջուրը պետք է գյուղացիներին տրվի անվճար, բայց հիմա բոլոր գյուղացիներից գումար են վերցնում, բոլոր տեղերում ոչ մի տեղ չկա, որտեղ անվճար է ջուրը։ Ես կխնդրեի դուք վերցնեիք նայեիք կառավարության որոշումը, նաև կառավարության որոշումից բխող մենք ես որպես կոմիտեի նախագահ հանձնարարական եմ միջեցրել ջրօգտագործող ընկերություններին եւ հստակ տվել եմ պարզաբանումներ, որ դեպքերում եւ ինչպիսի վճարումներ պետք է իրականացվի։ Մասնավորապես երկու օրինակ բերեմ. սելավաջրերի հետ կապված, ջրամբարների լցվածության եւ ավելցուկային։ Արդեն 10-15 օր է մենք Ազատի ջրամբարը ամբողջությամբ լցված է եւ ունենք ավելցուկային ջրեր շուրջ 10 միլիոն խոհանարդ մետր, այդ ավելցուկային ջրերը ուղղակի մատակարարում են։ Այստեղ ուղղակի պետք է խնդրեմ կոնկրետ դեպքերով մեզ տեղեկատվություն տալ, մեզ թեժ գծով եւ միանշանակ այնտեղ որտեղ որ գանձումներ են կատարել, դրա իրավունքը չունենալով մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում։ Մի քանի դեպքերի ենք այս ընթացքում առնչվել։ Այո, մենք էլ ենք ստացել դժգոհություններ, մի քանի դեպքերը ուսումնասիրել ենք եւ պարզվել է, որ որոշ դեպքերում նախորդ տարիների պարտավորություններ են մարվել կամ այլ մոտեցումներ է եղել։ Ես չեմ բացառում, որ կարող են նաեւ ձեր ասած դեպքերը լինի։ Ազնի Շամիրյանի ջրածքի վրա ոչ մի գյուղացի չկա, որը անվճար ջրում է։ Այսինքն ամբողջությամբ գանձվում է ջրի համար։ Իսկ կառավարության որոշումը դուք ասում եք շատ ուշադիրն եմ, ես շատ ուշադիր նայել եմ։ Առաջին կետը աղակալած հողերի մասին է, որը չի մշակվում արդեն 20 տարուց ավել։ Աղակալած հողերի խոնավալից քաղաքթելու համար։ Այո, որը չի մշակվում։ Եվ երկրորդ կետը այն մասին է, որ մայիս ամսին ջուրը պետք է տրվի անվճար։ Այնտեղ թեական չկա, այսինքն այնտեղ հեղեղումներ չկա։ Հիմա տեսեք, շատ լավ, ես հեղեղումներից, ես եթե չեմ ասել, ուշադիր խնդրում եմ, եթե դուք անհրաժեշտություն եք, կարող եք միասին նայենք եւ բարձրաբանումներ տանք։ Այդպիսի տեղեկատվություն ես այսօրվա դրությամբ չունեմ, բայց որpիսի դուք ինքներդ համոզված լինեք, դուք կարող եք տեսնել, որ այս օրերին մենք նույնիսկ Մարմարիկի ջրամբարից Արզնի Շամիրան լրացուցիչ ջուր ենք մատակարարել։ Այնպես որ պետք է տեսնել յուրաքանչյուր դեպքով եւ բարձրաբանումներ տալ։ Այն ինչ որ հայտարարել ենք, այն որոշումը ինչը որ ընդունվել է, մեր կողմից եւս մեկ անգամ լրացուցիչ ըստ կետերի, ըստ բացատրությունների, նաեւ հանձնարարականի կողմ ձևով իջեցվել է ջրօգտագործող ընկերություններին։ Դուք հիմա հարց եք բարձրացնում։ Ես ասում եմ, կուսումնասիրեմ ձեզ